է։ Ռոստոմյան ժայր է ամեն մրրիգի թեմ, ամեն ալիքի եւ ամեն գրագի։ Բարի երեկո սիրելի ագընթիրներ եւ ունգընթիրներ։ Այժմ ռադիոերազգը գտնվի Քևոր Քեսայան սրահեններս, որտեղի պիտի ունենա հայ հեղափոխական դաշնակցության 135-րդ ամյակի դոնագադարությունը։ Մնացեք մեզի հետ։ Test.
Ալո։ Հայ հեղափոխական դաշնակցության 135-րդ ամյակի նվիրված տոնագադարությունը բաց կհայտարարենք Հայաստանի եւ Արցախի քայլերքներով։ Մեկ վարյան ոդնգայստ, հարկելու հիշադակը մեր փյուրավոր նահակներուն։ Շնորհակալություն։ Բացման խոսք կներկայացնեն գերուի Մարինա Ասադուրյան։ Գերաշնորհ Դերմագար Սրբազան arczepiskopos Աշկարյան, առաջնորդ Փերիո հայոց թեմի։ Արիաբադիր Դեր Պետրոս arczepiskopos Միրիատյան, առաջնորդ Փերիո թեմի Գաթողիկե հայոց։ Բադվելի Սիմոն Դեր Սահագյան, ներկայացուցիչ Սուրիո հայ ավետարանական համայնքի։ Հոգեշնորհ հայրեր, արժանապատիվ քահանաներ, պատկարելի պատկան մարմինի անդամներ, պատվարժան ներկայացուցիչներ, հայ ազգային քաղաքական կուսակցություններու,
նաև գրթական, բարեսիրական, մշակութային և մարզական միություններու, հարգելի հյուրեր, սիրելի ընկերներ և ընկերուներ։ 135 տարիներ բայկարով, նվիրումով և ծառայության աննգուն կամքով գերդված։ Դաշնակցության պատմությունը հանդգնության և խիզախության պատմությունն է, որ անցնող 135 տարիներու ընթացքին տասնյակ սերունդներ ոտքի անեց, խոնարհ չլալու, չզիջելու և հավերժ պայքարելու համար։ Հայ հեղափոխական դաշնակցությունը մարմնավորումն է այն կամքին, որ դիմակայված է ամեն տեսակի բռնություն և թարերու մոխիրներեն ձլած է վերագերդելու հայրենիքը հզոր, ազատ և վեհաբանց։ Դաշնակցության խաղապարները միայն խոսքեր չեն, անոնք մեզ գուղեկցին ամեն օր, ամեն շունչի, ամեն մարդահարավերի և հաղթանակի մեջ։ Այն հավատքն է, որ պիտի շարունակենք դեր կանգնել, անկախ մութ ծանր օրերեն և անկախ կորսված տարածքներեն, որովհետև մեր ժողովուրդը միշտ ուժ կտած է վեր գնալու և ավելի զորանալով իր ճանապարհը շարունակելու։ Այսօր մենք կխոսենք Հալեբեն, քաղաքը, որ դարիներ շարունակ կրեց պատերազմի, տագնապի և անորոշության ծանրությունը, բայց Հալեբը նաև վգան է մեր աննգուն ոգիին։ Հակառակ մեր ապրած դժվար պայմաններուն, մենք չենք նահանջած։ Մենք կշարունակենք մեր ճանապարհը, որովհետև կհավատանք, թե ազգը կգոյատևի ոչ միայն զենքով, այլև գիտակցությամբ և նվիրումով։ Հակառակ ամեն խոչընդոտի ու փորձության, մենք կշարունակենք մեր ճանապարհը, որ լուսավորված է մեր մարտիրոսներու արյան ու զորության շունչով։ Դաշնակցության ուղիեն հաստատորեն քալելով, պիտի շարունակենք գալիք սերունդները ոգևորել սուրի, պահի և քրչի ուժով, ի սեր, ազատ ու անկախ հայրենիքի նպատակին։ Քանի դեռ կշնչե ռահվիրավոքին մեր մեջ, հոհիտան պիտի մնա առաջնորդ ուժը, հավատարիմ իր խաղապարին և ժողովուրդին։ 135-րդ ամյակը շնորհավոր, ոչ միայն որպես դարեթիվ, այլ դրված զոհողություն և շարունակվող խոստում։ Գնանք առաջ, թեպի լուսավոր ապագա։ Երկունքը երկնագամարի երկայնքով երիզներ շարեց, ու անոնց վրա մեկ առ մեկ արձանագրեց թեմքեր ու իրողություններ, որոնք ամեն ամրագրեցին իրենց անհրաժեշտության փաստը։ Երկունքն ինքնին պայքար էր։ Երկունքը խոհումներ ու փարահին արտահայտություններ շնորհեց, ու այդ արտահայտություններուն խաղապարական անքանակը ձևավորեց։ Անքանակի բոլովույթը նվիրումներ։ Երկունքի օրը դարձավ պատշաճ արիտ քննական մտածողությամբ, վերաթիդելու անցյալը և իրատեսական տվյալներով գերդելու ապագա։ Քննարկման արդյունքին չափանիշը ծառայությունն է։ Անարդարության մերժումը, գեղեցման դատապարտումը, հարստահարության հետապնդումը, հայրենասեր միտքերը, աստղասեր խաղապարներն ու ծառայասեր փողերը կողքի եկան և ծնունդ տվին գուսակցությամբ, որ այ մարդու ճանապարհորդենեն, հայրենիքի անկախութենեն և ազգի վեհանստութենեն ավելի բարձր արժեքներ չունեցան։ Աշխարհը լի է անթիվան համար գազམ་ագերբություններով, գուսակցություններով, միություններով, հաստատություններով։ Հայ իրականության մեջ ևս ունի գազམ་ագերբված հայրենասեր ու ծառայասեր բազմաթիվ հավաքականություններ, սակայն անոնց մեջ իր յուրահատուկ թաղանակրով յուրահատուկ թերակատարություն ունեցավ, ունի և պիտի ունենա հայ հեղափոխական դաշնակցությունը։ Կային դաշնակցականներ, կային գործող խումբեր, և տակավին չէր ծնած դաշնակցությունը։ Այդ խումբերը իրենց գործունեությամբ հայ ժողովրդի ձգտումները կմարմնավորեին։ Արևմտահայաստանի մեջ քաղաքական, ապահովական ու տնտեսական ծանր պայմաններու տակ գքած հայ մարդը իր մղումներն ու ձգտումները իրականացնելու երբեմն հնարավորություն, երբեմն պատեհություն, երբեմն ալքաջություն չուներ։ Անտին գոյություն չունեցող այդ հնարավորությունները ստեղծող
պատեհությունները ձևակերպող քաչեր գործեին, որոնց թաշնակցականներ կանվանեին, երբեմն խենթեր, երբեմն անհասկանալիներ, բայց ընդմիշտ նվիրյալներ։ Այդ նվիրյալ խենթերը չունեին անձնական նպատակներ, շահեր, հետապնդումներ։ Անոնց հետապնդած միակ շահը ժողովրդին շահն էր։ Անոր բարիքն ու բարօրությունը, անոր անթորն ու արժանապատվությունը։ Անոնք երդված էին ծառայել, պայքարի ծառայելու համար, պայքարի նվիրական խաղապարներու համար։ Այս նվիրյալ խենթերը ծնունդ տվին հայ հեղափոխական դաշնակցության ու ոչ միայն բարերով, այլև գործերով բանացվեցին անոր խաղապարապանությունը։ Համասկայնի Զվարթնոց երգչախումբը խմբավարությամբ Դիգին Քայանե Սիմոնյան Դերյանի, Փաշնամորի ընկերակցությամբ Դիգին Լիզեթ Սերայդարյան Ավանյանի, հաջորդաբար պիտի ներկայացնեմ Փունչը հայրենասիրական ու հեղափոխական երգեր։ Մեզ միացնող դաշնակցությունն է հբարդ ամբարդ դաշնակցություն, քեզ փառք ու բադիվ Արարատից Արաքած։ Առաջին ռաունդը
կանչս Քելեր թանկ մեր երգիր Սար ու լանչս Հոգու գանչս Քելե հայրս Մի փուր հողըտ կրգիր Երթանք մայրս Սրպա վայրս Հաշնակցության քաղաքապարական հանքանագի հիմնասյուները ամրաբնդվեցան ծառայության ու հայրենասիրության ուժեղ կետնի վրա։ Ընկերվարություն, ժողովրդավարություն, ազատություն, անկախություն, ազգ եւ հայրենիք, անհատ ու հավաքականություն, հաշնակցություն ու գազագերբություն իրենց յուրահատուկ արտահայտությունները ստացան հայ հեղափոխական դաշնակցության թավանանքի մեջ։ Ընկերվարության դաշնակցության դեսապանության մեջ երկրի հարստության դեր բուրժուազիայի եւ օրաբայեգի հոգը ունեցող պրոլետարիայի միջև անողոք պայքարի միջոցները կքննարկվեին։ Դաշնակցությունը վճռեց իր գործ դնել ամեն հնարք ընկերվարական սկզբունքները պահպանման համար։ Հավատարիմ իր ավանդական ոգին, իբրև էյաբեժ ժողովրդական կուսակցություն, դաշնակցությունը տնտեսական անհավասարության դեմ վճռեց մակարի պատշաճ բոլոր միջոցներով։ Այո, մակարում ու պայքար։ Ընկերվարության իդեալը դաշնակցության համար անհող ու անխարիսկ ցնորք չեղավ, այլև իրագործելի հնարավորությունը, որովհետև անմիայն իրեր ու դարերային ընթացքեն չփխեցավ, այլև գամքի ու ազնիվ հոգիի դեր զանգվածներու կամ անհատներու խիղճի ու փանականութեն են։ Այո, նվիրյալ ծառայասերի փանականութեն են։ Դաշնակցությունը աշխարհ եկավ իբրև ընկերվար կուսակցություն, կործեց եւ իր շարունակի ապրիլ ու կործել իբրև այդպիսին։ Դաշնակցության քաղաքական բանջը գլխավորապես ձևավորված էր անկախություն փարով։ Դաշնակցության դեսապանության մեջ Հայաստանի ձևակերպումը ժողովրդավար անկախ հանրապետությամբ է։ Քաղաքապարապանական այս հիմքը մարմինը ստացավ 1918-ին, երբ 28 մայիսին հռչակվեցավ Հայաստանի անկախությունը։ Այո, այդ անկախությունը ամբողջական չէր, որովհետև ընդգրկած էր միայն Արևելյան Հայաստանը։ Մինչ ամբողջական Հայաստանի անկախության համար դակավին հերու մնացող հայրենի տարածքներ կային ու կան, որոնց կան չգլսենք, սակայն դակավին չենք տեսնել զանոնք, տապաստաններ,
որոնք հայ քեղճուգի քրդինքին ծարավեն։ Խոբան արդեր, որոնք շինագանի մշակման կարոտ են։ Գաղնիներ ու ուզենիներ, որոնք իրենց հովանին ներքև զրուցող հողին դերը եղող երիտասարդներու պապակն ունին։ Դաշնակցությունը բայկարեցավ ու պիտի բայկարի ամբողջական ու միացյալ Հայաստանի ազատության ու անկախության համար։ Ճշմարիտ ընկերվարը չի գրնար ժողովրդավար չլալ։ Ժողովրդավարությունը գխորհրդավոր է ազատ մարդը իբրև ինքնարժեք եւ հավասարարժեք մեծություն, որ պիտի դառնա ազատ կյանքի քաղաքական հիմքը։ Դաշնակցության ծնունդեն ի վեր ասկն ու հայրենիքը անփոխարինելի անվիճելի արժեքներ մնացին։ Դաշնակցությունը միշտալ հորթորած է թեմթնել միաբեդական եւ բռնագալ ուժերու, ցերկ բերել ասկերու համերաշխություն, աշխատանքի ապահովություն, խղճի, խոսքի, համոզումքի ազատություն։ Դաշնակցության տավանակիր ազատության քաղաքարին նկատմամբ հավատարմության ուղտն ունի։ Անոր առաջին ու վերջին նպատակը մարդը մարդ պահելն է։ Իսկ այս կարելի է միայն այն ժամանակ, երբ մարդը ազատ է։ Դաշնակցությունը մարդու ազատության, ազատ մտքի, խոսքի ու քաղաքարի համար բայկարեցավ, նվիրվեցավ ու ծառայեց։ Այժմ կհրավիրենք հեղափոխական եւ ազգային երգերու մեկնաբան ընկեր Սուրեն Աջեմյան։ Սարսափելի օրեր դեսած ասվադակված հողը հայգյան ամպարունակ մայր Հայաստան կեր հրաշքով քոյադեված սով զրգանք համադարած այրված դներ բաբենական որդնու այրին աղեր սագան այն եղած միշտ անդեսված Միակույս է ողջայության, դաշնակցություն ոտքի ելավ, նոր պարոսով գոթող դարձավ, հիմենտ ընթաց ամփողջ Թուրքյան, տշրեց շղթան ստերգության, թուրք տահի ջինջակ դեն զարգավ, արինալի ջամփով անցավ, Գասմեց բանագար թարության Արհավիկներ օր հասական ամփոփվեց տայն ապրեցավ Հայ իշխանը քերի դարձավ, պարկն ու բադի ոչնչացավ, ուրեր աշխարհ կարօգնության նա նույնիսկ հույս մեզ չդվավ, դաշնակցություն վրա հասավ, լուսավորեց մութաբական, արաքինի դաշնակցական, շարունակենք միշտ անվհատ, Քաղաքարին գարչինք հաստատ, չի հանձնվինք մոլորության, հայ մարդիկներ արդարության, մեր իդյալի միշտ հարազատ, որբեսի հայն ապրի ազատ, երկեն գարդը ազատության։ Արաքինի դաշնակցական, շարունակենք միշտ անվհատ, Քաղաքարին գարչինք հաստատ, չի հանձնվինք մոլորության, հայ մարդիկներ արդարության, մեր
միշտ հարազատ, որպեսի հայն ապրի ազատ, երկեն գարդը ազատության։ Շնորհակալություն, մերսի։ Ասմոնք համշում Հովանես Շիրազի եւ Յանիկի արվեստական գդորներ կներկայացնեն ընկերուհիներ Արինա Բոշկեզենյան եւ Արփի Կրդանյան։ Մենք խաղաղ էինք մեր լերների պես, թուք հողմերի պես խուժեցիք բայրակ, Ընկեր Ջորջ, մեկ հատ կրնակ տներ ինձ քիզ մենաջիս։ Մենք խաղաղ էինք մեր լերների պես, թուք հողմերի պես խուժեցիք բայրակ, Մենք ցերթեմելանք մեր լերների պես, թուք հողմերի պես որնացիք վայրակ, բայց մենք հավերժ ենք մեր լերների պես, թուք հողմերի պես կգորջեք վայրակ, ով լրածասկեր, նզովում եմ ցեզ, ոչ մի ասքի մահ ես չեմ ուզենա, եթե նա հայոց մահը չուզենա, Օ քրիստոնյա անհիսուս ասկեր, ամոթ ցեզ, ամոթ որ քար լրեցիք, ու լրում եք թեր իբրև անծանոթ, թուք սուտ կունդված աղվեսի հոտի նման էիք լուր, երբ թրադվում էր իմ ժողովուրդը, էլ ուր է մարդը, մարդը այն էլ ստեղծված աստծո պատկերով, ով լիրբ լրություն, որ լրում ես թեր, այն ինչով աշխար, թե քո լրբենի այս չորս փերանով քորայիր մի հեղ, բադյան գպաղչեր սուրը սուլթանի, չեր հորթա այսքան արին խելահեղ, ով ժանտ մարդկություն, վիշապ օծակիստ, դահիժ լրություն, կած, դու անդարպեր, ոնց էր հացըտ գուլ դալիս խանքիստ, երբ մի ողջ ասկ էր կլխատվում անդեր, վիշտ չկիսողի վիշտը չեն կիսում, վշտով եմ ասում, այսօր մեզ ասավ ցերքով անասնի, վաղը իմացեք, ցեզ պիտի հասնի, վիշտ չկիսածը վիշտ պիտի տեսնի, հաղթիլ չգա, այլ կսպասեք քեզի միայն թադաստամը այդ մահապեր օրվան համար, Եբ ժողովուրդը, որ հայն էր, բարի, խելոք ու շինարար, դուրս նետեցիք իր մայր դունեն, թուք նստակոն դերը որպես, փախչիլ չգա, ուր ալլաս,
քեզ հալածեն եւ քեզ որսան բիդի էչեն բազմալեզու մոդյաններուն եղերնակիր ինչպես նաեւ արյուն լվա հիշադակը ապրիլի որ գախված է գլխուց վերև սուրի նման թամոգլյան Եվ արդեն ուր գրնաս փախչին Երբ վերն աստված արդարաթատ Վարն հայը գա բահանչադեր Վկաներով լուր բայց խոսում Դեր զորը գա հայաչինչ ու եպրադը հայասպան Հայաստան գա արևմտյան Քաղաքներով հիմնահատակ Այքիներով այրիացած և դուներով որփացած Խորաններով խոխողված և խաչերով խոշտանքված Երբ բազմակույն մեղքերը թայս գուդակված և խիղճիտ վրա Ինչպես կրնաս անհետ խույս տալ անոնց համար չզղջացած Մինչև զղջումը թավետապեր պիտի մնաս փանդարգված Անփշրելի շղթաներուն մեջ բազմաբիսի բարձքերուց Որ մե փախչիլ պիտի չլա քեզի Մինչև որ քաս ձունգի Փախչիլ չգա հազար երբեք Այլ Թադաստան լոկ երկնարակ Փախուստ չգա Փախչիլ չունիս երազի մեջ իսկ Հուշտ թժող տեղացուցի կյանքին վրա հայոցան մեղ Փախուստ չգա Մինչև ազատ թողվին Եվ հայ երգնքի մեջ գրգին թրջին Երակունյան ձիձերնակներ Արարադին շղթայագապ Փախուստ չգա Որովհետև Թադաստան կա ոչիրներուց Որոնց արդար մահավջրեն դուրս ազադիս պիտի միայն Երբ բնագիչ բնիկ հայուն ետ թարցնես դու իսկ Գործած անիները բազմավադիկ և զվարթնոցը մեկ հատիկ Մինչ հավատքի և հույսի փորփ լամպերով Մենք սպյուրք բանթուղթ և քաղթածին Միշտ կսպասենք Օ վերջապես պիտի ձաքի բայթի խնդա ու որոդա Ռմփոտ արևն արդարության Ու պիտի մենք վերադառնանք հայրենաբան հողերը մեր Գրգին նստինք մեր սուրբ տուները կողծված ու թեր խաչված Տանուդերը որպես իրավ և բնագիչը թարավոր Անքանթելի, անխախտելի մասիսներում բես մեր երկու Փախուստ չգա քեզի Փացի երբ հայունը ետ տաս հայուն Փախչիլ չգա Փացի հանցնումովը Հայաստանին Ուիլսոնյան Ստացած ենք հետևյալ շնորհակիրը Ռամգավառ ազատական կուսակցության շրջանային վարչությանը։ Հարգելի ընկերներ, հայրենագիտներ, Ռամգավառ ազատական կուսակցության շրջանային վարչությունը գողջունի հայ հեղափոխական դաշնակցության 135-ամյակը, որպես ազգային գաղափարի հաղթանակի ու անմահ ոգիի տոն։ Այս օրը կնշենք հավատքի, բայկարի եւ անձնվեր նվիրումի ծնունդը։ 1890 թվականին ցակած այս գրակը դարձավ հայ ժողովրդի զարթոնքի զանգակ, որ գանչեց դեպի կազմակերպված բայկար ազատության, արդարության եւ ազգային արժանապատվության համար։ Հովիտան եղավ ոչ միայն կուսակցություն, այլ հայ հեղափոխական ոգիի մարմնացումը։ Մենք Ռամգավառ ազատականները, որ սփյուռքի մեջ ազատական գաղափարներու եւ ժողովրդական արժեքներու դրոշագիրներն ենք, միշտ ճանցած ենք եւ հարկած ենք Հովիտայի ամփոխարենների ներդրումը հայոց pedagogical վերահաստատման, սփյուռքի գազམ་ակերպման եւ ազգային նկարագրի պահպանման գործի մեջ։ Մեր ուղիները երբեմն դարբեր եղած են,
Սակայն մեր նպատակը մնացած է նույնը՝ հայրենիքի զորացումը եւ հայ ժողովրդի փառքաբաճումը։ Այս տարելիցը հանդիպման ու համերաշխության ժամանակ է այսօր, երբ ամբողջ ազգը կանգնած է անոր պատկամի եւ նոր մարտահրավերներու առջեւ։ Մենք կհավատանք, որ Սփյուռքի բոլոր ազգային ուժերուն, մասնավորապես Հովիտան եւ Վրագի համագործակցությունն ու եղբայրական միապանությունը գրնան Հայաստանի, Արևմտահայության եւ Արցախահայության իրավունքներուն պաշտպանության գործի մեջ անկնահատելի դեր խաղալ։ Եկենք մոռնանք անցյալի դարացայնությունները եւ գառուցենք ավական միասին հիմնված փոխադարձ հարկանքի եւ հայրենասիրության վրա։ Գհիշադակենք Հովիտայի եւ Վրագի անմահ նահատակներն ու անձնվեր կորզիչները, որոնց սխրանքները մեզի համար մշտական ոգեշնչում են։ Անոնց հիշադակի արչեւ խոնարած գահուսանք, որ մեր գազագերբություններու համագործակցությունը ավելի եւս ամրապնդվի հանուն հայրենիքի եւ ազգի միասնական ապակային։ Գեցի հայ ժողովրդի միությունը, գեցի Հայաստանը։ Ռամգավար ազատական կուսակցության շրջանային վարչություն։ Ելույթ կունենա համասկայնի լարային քարյակը հաջորդապար ներկայացնելով փունջ մե հեղափոխական երկերու երաժշտություն դաշնավորությամբ ընկեր Ժիրայր Ռեյսյանի։
Հələ, տես։ Թաշնակցության բայկարը աշխարհական տարածքներ չսահմանափակեց։ Այս բայկարը դեղի ու ժամանակի արգելքներ չունեցավ։ Այնտեղ ուր պետք էր հայուն օգնել, սադարել թե ուտիգունք կանգնին, ապա թաշնակցությունը այնտեղ բայկարեցավ։ Ժողովրդի ծառայության համար բայկարեցավ հայրենիքի եւ սփյուռքի մեջ։ Հայրենիքի մեջ հանուն անոր փառորության ու արժանապատվության պաշտպանման 135 տարի բայկարեցավ եւ գշարունակե բայկարիլ։ Բայկարեցավ արևելյան ու արևմտյան Հայաստան հայրենիքներուն համար, բայկարեցավ Արցախ հայրենիքին համար եւ պիտի շարունակե բայկարիլ մինչեւ ամբողջական հայրենիքի վերակառուցումը։ Սփյուռքի մեջ բայկարեցավ հանուն հայ մարդը հայ բահելու, հանուն անոր անվտանգության ապահովման, հանուն պատմության, մշակույթի, քիր ու քրագանության, ավանդության ու փառքերուն։ Սփյուռքի մեջ նվիրական բայկար կարելի եղավ տեսնել դակնաբող քաղուտներուն ու համայնքներուն մեջ։ Ամենացայդուն օրինակը անցնող 15 տարիներու Սուրիահայ համայնքի ապրած ամեն չափի ու տեսակի, ամեն քույնի ու որակի ճգնաժամերուն թաշնակցության ցուցաբերած նվիրական աշխատանքներ, նվիրական բայկարը ու նվիրական ծառայությունը։ Թաշնակցությունը հասավ անօթևանին, տարբեր տեսակի գարիքավորներուն, պահեց ու պահպանեց դպրության կետրոնները, որովհետև հավատաց, որ սփյուռքի հայությունը հայ բահող մայր երակներն են անոն, պահեց հայ մշակույթը եւ ամենակարևորը ապահովեց հայ մարդու անվտանգությունն ու արժանապատվությունը։ 135 տարի կործելով Թաշնակցությունը բահեց իր թավանանքը, իր թրոշը, իր քայլերքը։ Թաշնակցության վարդապետած խաղապարները հաղթանակած խաղապարներն են առ այսօր։ Հոյթայ ծնունդով հայ ժողովրդի քաղաքական զարթոնքը, որ 19-րդ դարու երկրորդ կիսունթափ ստացած էր, ստացավ հեղափոխական մարդական թիմակից, հիմնովին փոխելով հայ մարդու համագերբող դիբարը։ Թաշնակցությունը ծնունդ տվավ հայու նոր դիբարի, որ հեղափոխական վճռականությամբ եւ փարոյական ազնվականությամբ հանդիսացավ հայության քաղաքական եւ տնտեսական ազատագրումի մարմնացումը։ Թաշնակցությունը արդարացուց իր քոյությունը, որովհետև իր ամբողջ գործունեությունը շաղախեց բայկարով, նվիրումով ու ծառայությամբ։ Այժմ փեմ կհրավիրենք օրվան փանախոս ընկերուհի Զեփիր Ռեյիսյան փոխանցելու իր խորհուրդը։ Կերաշնոր հարաշնոր սրբազան հայր, արհեաբադիր կերաբայձարդեր, վատվելի ներգայացիչ հայ ավետարանական համայնքի, գազམ་ակերպության և ազգային իշխանության ներգայացուցիչներ, պարեսիրական մշակութային, մարզական և հայրենակցական միություններու ներգայացուցիչներ, հարգարժան ներկաներ և սիրելի ընկերներ։ Ավելի քան թարմը հանուն հայուն և հայրենիքին բայկարի նվիրումի ու ծառայության ժամփով անցած, հայության խիզախ ու ազատադենչ ոգին զարթնեցուցած, բայկարող անզիջում գամբ կոպած և ազգային պետական աշխարհայաց կերտած հայ հեղափոխական դաշնակցությունը կփոլորե իր 135-ամյակը հանցնարու, կանգուն և անխոնջ։ Այս սրահեն ներս մեզ համախմբած է նշումը Դաշնակցության օրվան,
որի դարբերություն սովորական հոբելենական հանդիսությանց դարձած է ավանդապար դաշնակցության կենսակորձած սկզբունքներուն եւ ծրագրային առաջադրանքներուն համագիր ժողովրդին հետ հանդիպում ինքնակնության անցած ճանապարհի հաշվետու խոսքի եւ վաղվան ուղին ուրվակծելու պատասխանատու բահի Փոթորգոտ ժամանակներու ասկային քոյամարտի հրամայականեն ծնունդ դաշնակցությունը ժամանակի փորձով իր անսագար հայրենասիրությամբ հետևողական կորձելագերբով եւ սկզբունքային գեցվածքով արժանացավ վստահությանը զինք ծնած ու 135 տարի շարունակ սնուցած մայր ժողովրդին, որուն հետ եւ որուն համար կորձեցան եւ կշարունակե կորձել հոնուր գարիկը գա։ Նվիրեց ու դակավին կնվիրեր լավակույնն ու առավելակույնը ի խնդիր հայության քերակին նպատակին իրակորձման։ Նպատակ որուն հասնելու ջամփուն ուղենշային հանգրվաններն էին ասկային իրավունքներու վերադիրացումն ու բռնակրաված հողերու ազատագրության ի խնդիր մղված մարդերը սեփական անկախ հայրենիքի ստեղծումը սփյուռքի գազմագերբումը բահբանումը եւ հոգեվոր բարեսիրական մարզական մշակութային ու գրթական հաստատություններով հզորացումը հայ մարդու հայ երդասարտի ասկասեր ու բահանջադեր նկարագրի գերդումը Ցեղասպաններու բաժում են հայոց ցեղասպանության թադաբարդումին ու հադուցման համար մղված հարադեպ եւ շարունակվող բայկարը Արցախյան ազատամարտի ու քոյաբայկարի առաջնային քիծերուն մարդընչիլը Միացյալ Հայաստանի եւ Միացյալ Հայության խաղապարի նվիրականացումը հայկական անկախ pedagogical գայացման ու հզորացման ի խնդիր ողջ կարողականությամբ մասնակցությունը եւ ասկային քաղաքականության ձևավորումը Սիրելի հայրենագիտներ Տասնամյակներու անթուլ աշխատանքի եւ անսագար զոհողության ցկնով գերդված հաղթանակներեն համրակայլ բայց հուսադու դեղաշարժերեն յետ Հայաստանի Հանրապետության աժմու իշխանության ասկավնաս կորզունեության հետևանքով ասկովին գտնվինք պատմության ձանր ու վճռորոշ հանգրվանի մեջ Արցախի հանցնումեն յետ կդանկված է Հայաստանի քոյությունը ինքնիշխանությունն ու անկախությունը Սասանված են մեր անվտանգությունը ասկային արժեքները Հայաստանը սփյուռք միասնությունը դարածված է հիասթափություն ու բարակդում հայրենիքի ու սփյուռքի մեջ ողջ հայության կփորձեն բարդատրել անձնատվություն շարունակական զիջումներ եւ ինքնության մաշում թիրախավորելով մեր ինքնության սյուները հայ եկեղեցին պատմությունը ասկային խորհրդանիշերը հայրենասիրությունն ու հավաքական լինելության գիտակցությունը մորացության կդրվին Բաքուի մեջ գալանավորված հերոսները Ժողովրդավարություն, մարդկային իրավունքներ, խաղաղություն, տնտեսական բարեկարգումներ, փդացության թեմ բայկար, թափանցիկություն, շողշողում փնութակրումներով քողարկված այս ընթացքը գծկտի հայը հերացնել իր ասկային միջավայրեն, թուլացնել բեդությունը եւ ժողովուրդը դարձնել սոս քոյադևող անհատներու բազմություն։ Բահը ճակատագրական է եւ պատասխանատու։ Վտանգված են հայրենիք, բեդություն, հայ արաքելական եկեղեցի եւ մեր ինքնությունը։ Մեր պատմութենեն ծնած մեր ասկային գամքի գենթանի արդահայտությունը եւ մեր ինքնության հենասյունը հանդիսացող սահմանադրության որևէ խախտում անթույլատրելի է։ Մեր ժառանգութենեն, մեր հավաքական իրավունքներեն հրաժարիլը տավաճանություն է ասկային շահին։ Երկրի պաշտպանության միակ իրական երաշխիքը հանդիսացող բանակի կայքայումը պետության հիմքերու թուլացում է։ Իսկ տնտեսական գաղվածության դանող որևէ համացայնություն սպառնալիք է մեր ինքնիշխանության։ Այս բոլորը միասին եւ առանցին գդրականաբես անընդունելի են։ Մեր քոյությունը չի սագարգվիր։ Արժանապատվությունը պաշտպանելու բայկարը մեր բարդն է։ Այս կտելատրե հայությամբ փափակող սիրտը եւ արդարությամբ ու ճշմարտությամբ զինված միտքը այս կտելատրե տաշնակցական մտածողությունը եւ ահա գրգին գտինվի հիմփորձին սաթրանքներով նպատակադրված ճանկերով
դարանչադել սփյուռքն ու հայրենիքը, ժողովուրդն ու տաշնակցությունը, փորձ, որուն ցախողությունը պատմությունը բազմիցս հաստատած է։ Տաշնակցությունը սփյուռքի մեջ թե հայրենիքի աբրած է անխապան գերբով կորձած եւ պիտի շարունակի իր առաքելությունը համայն հայության համար եւ համայն հայության հետ վերագենթանացնելու մեր հավաքական ոգին, բահբանելու ազգային արժանապատվությունն ու ազգային արժեքները եւ միացյալ ջիքերով պայքարելու հայոց պետականության, ինքնության եւ ապակային համար։ Սիրելի հայրենագիտներ, հայրենի առօրյայի նման փոթորգոտ է մեր տարածաշրջանը։ Միջին Արևելքը դակավին կգտնվի խորքային փոփոխություններու վերատասավորումներու փուլին եւ քաղաքական ու անվտանգային անորոշության մեջ։ Տարածաշրջանը կշարունակի մնալ մրցակցող աստեցություններու տաշտ, ուր գայունությունը ցարտ ժամանակավոր է ու փխրուն։ Զինյալ հագամարտություններն ու տնտեսական դակնապները լուրջ աստեցություն կթողουν պետություններու ներքին կյանքին եւ ժողովուրդներու ապակային վրա։ Սուրյոբարակային դակավին ամբողջությամբ չհաղթահարած տարիներու պատերազմի հետևանքները կայացավ հեզասահ իշխանապողություն։ Բարեբախտաբար կայացավ հեզասահ իշխանապողություն։ Սակայն արտաքին ուժերու շարունակական ներգրավվածությունը, ռազմավարական եւ տնտեսական շահերով միջամտությունը բարդացուցած են երկրի վերանգախացման գործընթացը։ Անցումային կառավարությունը թեմ հանդիման է բարդ եւ բազմաշերտ մարտահրավերներու։ Անոր հիմնական խնդիրն է ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը, քաղաքական գայունությունը, վերականգնել պետական կառավարման վստահելիությունը եւ ստեղծել պայմաններ հաստատութենական շարունակականության համար։ Միաժամանակ անբարդավոր է թիմակրավել տնտեսական ճգնաժամը, հասարակական փեվերացումը եւ ներքին անվտանգային սպառնալիքները, որոնք կրնան խոչընդոտել կամ խաթարել անցումային շրջանի հաջողությունը։ Օրենքի կերակայության հաստատումը, պետական հաստատություններու ամրապնդումը եւ հանրային վստահության վերականգնումը կմնան կենսական առաջնահերթություններ։ Այս բոլորը կենթադրեն հավասարակշռված քաղաքական կամք, ընդգրկուն ու համընդհանուր մոտեցում եւ պատասխանատու ղեկավարում, որբեսի անցումային շրջանը դառնա ոչ թե անորոշության, այլ գայուն եւ վստահելի ապակայի սկիզբ։ Իշխանություններու բարեացական մոտեցումով հանդերձ բազմամյա պատերազմի ու տնտեսական ծանր պայմանները ընդհանուր մթնոլորտ են եւ գարկ իրադարձություններեն մեկնած սուրյահայությունը կշարունակի թիմակրավել լուրջ մարտահրավերներ։ Համայնքի կոյադևումն ու անվտանգությունը միշտ գիզագետ ունենալով կործած ենք եւ կշարունակենք կործել զգոնությամբ, գազմագերբված, բոլորի հետ համադեղ եւ համախումբ դեղական օրեն ապահովելու մեր քաղաքին համար անվտանգ ու ապահով ապրելու եւ արարելու հնարավորություն խոր արմատներով կապված սուրյական մեր հայրենիքին մեջ։ Դարիներու գուտագումներով ուրջացած տնտեսական դժվարության կարելի լուծումներ մեղմացնելու համայնքի զավակներու ծանր փերը եւ հասնելու անոնց ընկերային ու առողջապահական գարիքներուն։ Պահպանելու մեր ազգային գրոնական ինքնությունը, լեզուն, մշակույթը, հավատալիքն ու ժառանգությունը եւ զարգացնելու զանոնք։ Գարչ խոսքով ներկա պայմաններու ներած չափով վերականգնել երբեմնի Հալեբի մայր քաղուտի յուրահատուկ կենսունակ կյանքը։ Հայ դպրոցի կոյադևումը, որ հատուկ հոգադարության ու քուրքուրանքի գարիք ունի եւ որպես լիիրավ քաղաքացի իրավունքներու ու բարդավորության հավասարություն կորձոն մասնակցություն ունենալու հնարավորություն թե ընկերային, թե քաղաքական հարթակներու վրա։ Սիրելի ներկաներ, վերիվայրումներու այս հանգրվանին եւս, ինչպես միշտ, կորձի գազմագերբությունը իր նվիրյալներու հսկա պաղանքով շարունակեց մնալ իր հանձնառության դեր։ Հանդիսության սահմանապակ ժամանակն ու բնույթը թույլ չեն դար արժանավայել ներկայացնել անցնող ժամանակահատվածին դարված հսկայածավալ ու բազմերանգ աշխատանքները։ Սակայն յուրաքանչյուր սուրյահայու վկայությամբ պատմությունը պիտի արձանագրե բոլոր այդ սխրագործությունները։ Սուրյահայ համայնքը պատահական գոյություն չէ, անպատմական փորձառության, գազմագերբված կյանքի եւ համասկային նվիրումի արդյունք է։ Դասնամյակներու բարդված չանքերով ու ձով զոհողություններով ստեղծված են
դպրոցներ, մշակութային կենտրոններ, մամուլ եւ միութենական ու գուսակցական կառույցներ։ Եկեղեցին եւ դպրոցը ազգային կառույցները ոչ միայն ծառայություններ են, այլ քոյության երաշխիք։ Նոսրացումով հանդերձ հրամայական է համայնքային գազམ་ակերպվածությունն ու քոյությունը պահպանելը։ Այս իսկ պատճառով իր հոգևոր եւ աշխարհիկ թևերով համայն հայության շարունակական հոգադարության առարգան դարձավան։ Սուրյահայությունը դակնաբի ամբողջ տարիներուն առանցին չէր։ Իր հետ էր եւ Սպիրկը Գիլիգո Հայրաբեդի գլխավորությամբ եւ թեմագար առաջնորդներով եւ Տաշնակցությունը իր գառույցներով եւ ուղեգիծ միություններով։ Իր ղարքին, ինչպիսի խնդիրներով ալ ծանրաբեռնված է Սուրյահայությունը, անդարբեր կամ հերու չի գրնար մնալ հայաշխարհը ալեգոծող իրադարձություններ են։ Արդասովոր ու բարդ գրնակ մարդահրավերներ ու գրնակ պատասխանատվություններ գտիմագալենք։ Այսօր մեզ մեկ բահանջվի ոչ թե հուսահատիլ ու մնալ ցերնածալ, ոչ թե վախնալ փոփոխություններեն, այլ խորաբես հասկանալ զանոնք եւ համախմբված կործել։ Պատմությունը բազմաթիվ օրինակներով մեզի սորվեցուցած է, որ հայությունը, երբ կազմակերպված է եւ ունի հստակ ու համարձակ օրագարկ, գրնա թիմակրավել անգամ ամենադժվար գացությունները եւ գտնել հնար։ Մեր միասնությունը մեր ուժն է, մեր հաստատակամությունը մեր հաղթանակին ուղին։ Գհրավիրենք Սրբազան հայրը փոխանցելու սրդի խոսքը, ապա բահբանիչ աղոթքով եւ մշակբանվոր քայլերքով փակելու այսօրվան հանդիսությունը։ Կերաբայձար եղբայր, հոգևոր հայրեր, հանգամանավոր ներկայացուցիչներ եւ սիրելի ներկաներ։ Ուրախությամբ հավաքվել ենք այսօր հիշատակելու, դոնելու կարևոր անկյունադարձը Հոյիթայի 135-ամյակը։ Քիչ առաջ սկսվեցավ առավել քան 1/4 դար ծառայության կյանքը, բայկարի կյանքը, նվիրումի կյանքն է, որ այսօր կհիշատակվի, կյանքը, որ ամբողջությամբ ընձայված է հայուն, ասկին, հայրենիքին, ժողովուրդին, արժեքներուն, հոգևոր ազգային եւ մշակութային։ Բայկարի կյանքը ընդեմ անարդարության, ընդեմ իրավազրկումի, ընդեմ բռնադիրության, ընդեմ ընդհանրապես անհոգության եւ անդարբերության, ինչպես նաեւ անհսկամության եւ անխղճության։ Բայկարի կյանքը, որ ինքնին գուկա բարձրացայն աղաղակելու եւ պատրաստական նաեւ իկին արյան Պաշտպանելու այն բոլոր սրբությունները, որոնք մարդուս իրավունքն են եւ այս բարակային հայու իրավունքը։ Հայրենիք, հող, ժառանգություն, ամեն ինչ, որ հայը իր էությամբ հայ կբահե եւ այն անոր արժանապատվությունը կպաշտպանե։ Նվիրումը կաղապարի, որ մարդը իր մեջ դուրս բերելով ծառայության եւ բայկարի գմղը այս բարակային Հոյիթայի այդ իդեալը եւ նպատակը, որուն համար հիմնվեցավ եւ որուն հավատարիմ կործեց 135 տարիներ շարունակ։ Եվ ծառայությունը, որ բնականաբար իր մեջ դուրս զինք ծնած, ինչպես քիչ առաջ ասվեցավ, ժողովուրդին եւ յուրաքանչյուր զավակի ծառայությունը, որ ինքնին անձնազոհողություն եւ անձնվիրում կբահանջի։ Եվ այսօր
այդ դարիներու ընդմեջ են ու կանք անգամ եւս ինքնակնության եւ ինքնահաշվեհարթարի եւ յուրաքանչյուր անց իր անցին հետ անգել զլալով այդ արժևորումը գրնա գադարել եւ այդ սիրո եւ հարկանքի դուրքը գնձայե բոլոր այն անձերուն, հերոսներուն, մարդիկներուն, դիդաններուն, զարայողներուն, նվիրվածողներուն եւ բայկարողներուն, որոնք եկան եւ այս 135 տարվա ընթացքին դակնաբեցան, դվին, հուզվեցան եւ երևույթները, իրողությունները, իրավիճակները ինչալ որ էին եւ ինչ որալ եղան չընկերգեցան այլ ընդհանրակ այդ նպատակին եւ այդ իդեալին հավատարիմ մնալով աշխատեցան, երկնեցին, ստեղծագործեցին, դվին եւ այսօր ավասիկ 135 ամյակի շրջակցեն ներս անոնց հիշադակի բանձացումն է որ կգադարվի եւ անոնց ընդմեջ են մեզ յուրաքանչյուրը ինչպես նաեւ շնորհավորական խոսքի մեջ ասվեցավ ինչ գաղափարախոսությամբ որ կպատկանենք դարբերություններով հանդերձ բոլորս մեկ նպատակի համար գաշխատենք եւ ավասիկ այս 135 ամյակը գուկա այդ հրավերը դալում այդ բոլոր դժվարություններով եւ մարդահրավերներով հանդերձ բոլորս կհրավիրվենք նույն նպատակի համար աշխատելու, նույն նպատակին համար երկնելու, դակնաբելու եւ ցերկի դված մեր ուժերը ի գործ տնելու։ Ես ի խորոց սրդի գշնորհավորեմ Հոյիթայի 135 ամյակը եւ գմախտեմ կալիք 100 ամյակներ նույն ոգիով, նույն երանտով, նույն նպատակասլացությամբ եւ առավել գազմագերբվածությամբ, ինչու որովհետեւ բոլորիս ալ աշխատանքը ծառայություն է, բոլորիս ալ կյանքը բայկարմն է նպատակի համար եւ բոլորիս կյանքը եւ դվածը նվիրումն է։ Երեք եզրերն ալ այսօր ինքնին գուկան մեզ այդ գիտակցության հրավիրելու։ Քրիստոնյային կյանքը ինքնին հոգևոր բայկարմն է։ Ասկայնին կյանքը ինքնին ասկային բայկարմն է։ Հայուն կյանքը ինքնին հայրենասիրության բայկարմն է, բարոյական բայկարմն է, արժեքներու պաշտպանության բայկարմն է, որ դժբախտաբար տարերու ընթացքին ժողովուրդներ իրենց սեփական շահերը հետապնդելու պատճառով գոտնագողեն, գարհամարեն, կփճացնեն, նույնիսկ հետք չեն ցկեր։ Բայց ադով հանդերձ ավելիով գզորանանք, ավելիով կկոդեբնտվենք, ինչպես դարձյալ ասվեցավ, հուսադելու չենք, նահանջելու չենք, ընդհանրակ ավելիով պետք է կոդեբնտվենք, ավելիով պետք է ներքնաբես զորանանք հավատքով, հույսով եւ գարչինք բոլոր այն դրված խոստումներուն եւ հույսին եւ մեզի ժառանգ թողված այդ արժեքներուն, որոնցմով կշնչենք, որոնցմով գաբրինք, որոնցմով նաև կգոյադևենք եւ որոնցմով նաև պետք է առաջ երթանք։ Հետևաբար թող 135 ամյակը շնորհավորը լա բոլորիս եւ դա Աստված, որ իսկապես այն բարի նպատակը, որուն համար կգործեն բոլոր գազմագերբությունները եւ այս բարակային հոյիտան, հասնի իր նպատակին, հասնենք ամբողջական հայրենիքի մեկ եւ ամբողջական սահմանով, ժողովուրդով եւ կարողանանք շնչել եւ ապրել այդ ազատության, գիտակցության եւ այդ երթիքի եւ երկնագամարի տակ։ Թող երակույն այնպես ծածանի, որ իսկապես յուրաքանչյուր հայուց սրդին մեջ այդ հբարդությունը եւ այդ բարձանքը նաեւ սկացվի եւ ապրվի։ Եվ դա Աստված, որ իսկապես խաղաղությունը, համերաշխությունը, սերը եւ միությունը հաստատվի ողջ աշխարհի մեջ, ինչու նաեւ մեր հայկյան իրականության մեջ, սկսելով յուրաքանչյուրիս կյանքի մեջ, հոգի մեջ, սրդին մեջ եւ էյության մեջ։ Եվ ես կմաղթեմ ամենապարին բոլորից սիրելիներ եւ թող որ իսկապես այս ամյակները մարդահրավեր եւ մարդագոչ լա մեզ մի յուրաքանչյուրին,
գրնա մեր թիվը նվազած լալ ինչպես ասվեցավ ոչ միայն այստեղ ընդհանրապես միջին արևելքի մեջ բայց երբ հոգին գա երբ կամքը գա երբ նվիրումը գա երբ բայկարը գա երբ ծառայական գիտակցությունը գա այդ բոլոր արդակին դժվարությունները շատ դյուրավ կրնան անցնել եւ մենք մեր համայնական գիտակցությամբ ծերծերքի դված մեր բայկարը կշարունակենք եւ ի վերջո կհասնենք նաեւ այդ նպատակին ես կուզեմ նաեւ մեծապես գնահատել հանձնախումբը որ այս ամյակի այս երեկոյան սերնարգը ծրագրեց եւ նաեւ բոլոր անոնք որոնք իրենց ներդրումը բերին սերնարգի հաջողության շնորհակալություն գայտնենք նաեւ բանախոսուհին եւ այս հարիտով նաեւ շնորհակալ ենք պարոն Ժիրայր որ այդ տաշնավորումը կատարած է իր շատ գեղեցիկ էր դասական այդ հոգիով նաեւ ասկայն մեր հայրենասիրական երկերը մտիգրինք հետեւաբար բոլորիդ աչքլույս բոլորիդ շնորհավոր լա եւ ամանկամ եւս կմաղթենք որ 135-ամյակը լա 150-ամյակ 200-ամյակ եւ շարունակվի նույն ոգիով եւ նույն շունչով բահբանիչ եւ ուսավադացելոց Քրիստոս Աստված մեր բահյա բահբանյա եւ օրտնյա զասկսայոց Սեգերեցի Հայաստանյայց եւ Աստկումարյալ հավատավոր զավագունը Սնթովանյավ Սուրբ եւ Բադվագան Խաչիկոյի խաղաղության Փրկյա եւ ազատյա հերևելի եւ հաներևույթ տշնամվույն արժանավորյա կողությամբ փառավորելս քեզ ընթոր եւ ընսրբոքույթ այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն Աբրիկ եւ գեցեք